Տիգրան Աբրահամյանի հետ։ Պարոն Աբրահամյան, օրերս դարձյալ դատարանի բակում առիթ ունեցանք անդրադառնալու բանակում տիրող իրավիճակին, խնդիրներին, այսպես ասած, վերջ չկա, ծայրը չի երևում, այսօր դարձյալ ինքնասպանության մասին հայտնի դարձավ Սիսիանի զորամասերից մեկում, կարծեք հաստատել են պատկան մարմինները, բայց պաշտպանության նախարարը զարմանքով է արձանագրում, որ խնդիրներն իրեն են վերագրվում, նմանատիպ դեպքերի հետևանքները իրեն են վերագրվում, ասում է, որ համակարգային են պատճառները, իսկ պատասխանատուն ով է։ Եթե պաշտպանության նախարարը իր տեղում չէ կամ մինչև այս պահը չի գիտակցում, թե խնդիրների պատասխանատվությունը ինչպես է իրեն տրվում, ապա դա արդեն շատ վատ է, սա մեկ։ Երկրորդը ցանկացած իրավիճակում, անկախ այն հանգամանքից, թե զինված ուժերում ինչպիսի միջադեպեր են գրանցվում կամ զինված ուժերում դրված խնդիրները ինչ ձևով են կատարվում, բնականաբար այստեղ պաշտպանության նախարարը չի կարող իր դերակատարությունը չունենալ։ Այստեղ կա նաև երկրորդ հանգամանքը, երբ որ պաշտպանության նախարարը փորձում է որոշակի համեմատություններ անցկացնել պայմանական 2015-16 թվական եւ դրանից վերև ժամանակահատվածի հետ հետեւյալ պատճառով, նախ 2015-16 թվականների համեմատ պարտադիր ժամկետային ծառայողների թիվը էականորեն տարբերվում է, այսօր շատ ավելի քիչ է, իսկ հիմնական դեպքերը տեղի ունենում պարտադիր ժամկետային ծառայողների շրջանում, սա մեկ։ Երկրորդը պատերազմական, հետպատերազմական շրջանում համեմատությունները համեմատաբար խաղաղ շրջանների հետ, դրանք նաև մեթոդաբանական առումով չեն կարող տեղավորվել տրամաբանության մեջ, եւ երրորդը անկախ այն հանգամանքից, թե ինչ է եղել սրանից 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ, ապա որևէ պաշտպանության նախարար, անկախ այնից, թե որ քաղաքական թիմին է պատկանում, բնականաբար չի կարող առաջնորդվել այն մոտեցմամբ, որ գիտեք, այսպիսի բաներ եղել են 5 տարի առաջ, 10 տարի առաջ եւ 15 տարի առաջ։ Սա ինքնին ցույց է տալիս հիմնական մոտեցումը առայն, որ իշխանությունը շատ ավելի փորձում է արդարանալ կամ պատասխանատվությունը բաշխել, վերաբաշխել այլոց միջև, քան իրականում կենտրոնանալ այն խնդիրների շուրջ, որոնք առ այս պահը ոչ միայն առկա են, այլ դրանք գնալով խորանալու միտումներ են դրսևորում։ Մեկ կարևոր հանգամանք կա, որի մասին կարծես թե մոռացվել է։ Ժամանակին 2019 թվականին հունվար-փետրվար ամիսներին պաշտպանության բանակում միմյանց հաջորդող դեպքեր արձանագրվեցին, այդ թվում նաև մահվան ելքով։ Ես հիշում եմ, հենց այսօրվա նույն քաղաքական իշխանությունը եկավ այն եզրահանգման, որ խնդիրը պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխման մեջ է, եւ 2019 թվականին հունվար-փետրվար ամիսներին Կարեն Աբրահամյանը ժամանակ պաշտպանության բանակի հրամանատարը պաշտոնանկ արեցին։ Հիմա ինչպես է ստացվում, որ մի դեպքում մեղավորը պատասխանատուն այդ ժամանակվա պաշտպանության բանակի հրամանատարն էր, Արցախի պաշտպանության նախարարը, իսկ այս դեպքում հիմնական պատասխանատուները նույնիսկ զարմանում են, երբ որ լրագրողները կամ հանրային դեմքերը սրա պատասխանության մեջ տեսնում են պաշտպանության նախարարին եւ նաեւ խոսում հրաժարականի մասին։ Պարոն Աբրահամյան, եւ դուք ինչպես եք պատկերացնում լուծում այս փուլում, որպեսզի մեր տղաների կյանքը չարժենա իրենց ծառայությունը։ Հիմնական խնդիրը, եթե կարելի է առանձնացնել, սա երկու ուղղությամբ է։ Առաջինը քաղաքականությունը, կառավարության քաղաքականությունը, պաշտպանության եւ անվտանգության ուղղությամբ, որի անմիջական պատասխանատուն դա Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ 8 տարի է այս մարդիկ իշխանության ղեկին են, անդադ կառավարության ծրագրեր են բերում, տանում են, որտեղ նաեւ փորձում են ներկայացնել իրենց քայլերը ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով միջադեպերի առաջացման կանխման ուղղությամբ եւ երկրորդը, եթե Սուրեն Պապիկյանը համարում է, որ այստեղ գլխավոր մեղավորը ինքը չէ եւ այստեղ կա կառավարության եւ կառավարության ղեկավարի խնդիրը, որովհետեւ այս դեպքում նա առաջ էր քաշում համակարգային խնդիրների թեման, որով թեև իրեն եւս առնչվում է, բայց դրանք բխում են նաեւ ըստ էության կառավարության այս 8 տարիների գործունեությունից, վերած նրանց իշխող ուժի նախընտրական ծրագրերից, կառավարության ծրագրից եւ այլն, ապա պաշտպանության նախարարն այստեղ երկու ճանապարհ ունի։
Եթե ինքը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարած քաղաքականության հետ, ապա ինքը պաշտպանության նախարարի կարգավիճակում անելիք չունի։ Եթե նա խնդիր չունի Նիկոլ Փաշինյանի եւ նրա բերած բարքի հետ, որովհետեւ մեծ թվով հարցեր կան, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանը ինքն է ներմուծել զինված ուժեր, ինչը բացական ազդեցություն ունեցել զինված ուժերի բարոյական վիճակի վրա, մարտունակության վրա, ապա Սուրեն Պապիկյանը պետք է հասկանա, որ դրանում եւս ինքը ունի որոշման հնարավորություն, կամ շարժվում է այսպես ինչպես որ կա, կամ կրկին գնում է հրաժարականը։ Ես ինչ եմ ասում Նիկոլ Փաշինյանի բերած բարքերի, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր, որ սովորական ծառայությունը սկսեց համեմատել գործատու քաղաքացի հարաբերությունների հետ, առաքելությունը, ծառայությունը հայրենիքին վերածեց պարզ աշխատանքային հարաբերություն Նիկոլ Փաշինյանն էր, որ զինծառայողի բարձր առաքելությունը եւ ըստ էության կյանք հայրենիքին տալու նաեւ այս տեսանկյունից նվիրումը սկսեց համատել սովորական հարկ վճարողի եւ հերոս հրճակեց հարկ վճարողի, բնականաբար այս եւ մեծ թվով հարցեր էլ ըստ էության նաեւ ազդեցություն ունեցան այսօրվա զինված ուժերի վրա։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից հետո հետեւողականորեն գլխատում է զինված ուժերը, ծառայությունից դուրս բերում այնպիսի սպաների, զինվորականների, նաև գեներալների, որոնք ունեն մեծ փորձառություն, անձնակազմի հետ աշխատելու շատ ավելի մեծ արդյունավետություն, բայց տարբեր դրդապատճառներով կամ նրանց դուրս բերվեց զինված ուժերից, կամ նրանց համար ստեղծեցին պայմաններ, որի դեպքում այդ մարդիկ որևէ դեպքում չէին մնա զինվորական ծառայության։ Մի կողմից այդ բացական ազդեցություն ունեցավ բարոյական առումով, մյուս առումով կադրային բանկի կրճատման հետևանքով, որի ժամանակ արդեն զինված ուժերում արդյունավետ կառավարում եւ վերահսկողություն իրականացնելը նաեւ դարձել է մեծագույն խնդիր։ Դեռ չեմ խոսում որակյալ կադրի պատրաստման մասով, դեռ չեմ խոսում այն կոմպետենտ մարդկանց առումով, որոնք այսօր իրականացնում են ամենօրյա ծառայում, ղեկավարման, կառավարման տարբեր օղակներում։ Հասկանալի է, շնորհակալություն։ Շնորհակալություն։